եղել բալես։ Մամա ինձ դու տարակ գազանանոց, իսկ Վարամիկին տարակ։ Որովհետև Վարամիկը մեծ է, իսկ դու փոքր ես։ Մամա, ես ուզում եմ գնամ գազանանոց, հենց հիմա ինձ տար գազանանոց։ Բալես, գազաններին տեսնելու համար պարտադիր չի, որ դու գնաս գազանանոց։ Էդ ոնց, մամ։ Էս պաղպաղակը կեր։ Ու արի գնանք ցույց տամ։ Բալես, նայ այն շենքին, տես, օրինակ, 3-րդ հարկում ապրում է մայր գորիլան, ով ամբողջ օրը գոռում է հարևան գազանների վրա։ Իսկ բակում տեղակայված են ուղտերը, ովքեր ամբողջ օրը թքում են գետնին։ Մամի, դե մի շենքում առյուծ կա։ Հա, բալես, առյուծ կա, բայց մեր առյուծը շատ ունիկալ առյուծ է։ Պետք է մի քանի բաժակ խմի, նոր դառնա առյուծ։ Թե չէ մինչև խմելը ուլեր։ Ինչ հետաքրքիր է, մամ։ Դե բալես, դու նայի, պապային կեկան, գնամ դուռը բացեմ։ Մամ ջան, ես եկաք։ Բա ուր են թորոտ ու փեսետ։ Գնամ քնեմ։ Մամ, հո բան չի եղել։ Գնամ քնեմ։ Վահա։ Աջան, Ես դու գնացել եք կենթանաբանական այգի, թե պանիխիդա։ Մամաս խիրս ես տխուր։ ես իմ կյանքս առավոտից մի տեսակ անտրամադիր էր։ Ասում եմ կարող է էլի ճնշումն է։ Սոված ենք, գնանք հազդիր ուտենք էլի։ Վարամիկ ջան, մինչև հացը լինի հլը պատմի, ոնց անցավ։ Շատ լավ, մամ։ Լիքը կենդանիների հետ ծանոթացա։ Ահա, իսկ ինչ-որ արտասովոր բան չի եղել։ Հո, եղել է։ Այգու փիղը կնճիթով գնդակ էր խաղում։ Ուրիշ բան չի եղել։ Ուրիշ օրյուծը 2 մետր բարձրությունից միսը բռնեց ու կերով մի շնչով։ Բալես, ես տատիկի համար էի հարցնում, ինչի է տատիկս ես ջղայնացած։ Հա, դու այդ նկատի ունես։ Նայ, մամ, սկզբում ամեն ինչ շատ լավ էր։ Մենք գնացինք արջերի վանդակի մոտ։ Հետո Հետո տատիկը պատմեց արջերի մասին, որ իրան գիշատիչ կենդանիներ են ու ձմռանը խորը քուն են մտնում։ Հետո ասեց, որ իրանք անտառի ամենահսկա կենդանիներից են ու մեղր են շատ սիրում։ Բալես, արի արջերին մոռանանք, հա։ Հետո մենք գնացինք զեբրերի վանդակի մոտ։ Տատիկը ասեց, որ զեբրերը սև են սպիտակ գծերով, իսկ պապան ասեց սպիտակ են սև գծերով։ Բա հետո Հետո այգու աշխատակիցը մոտեցավ ու ասեց, որ ոչ մեկն էլ ճիշտ չեն։ Վանդակի հետևում ընձայրուցներ են կանգնած։ ու դրա համար տատիկը ջղայնացած եկավ տուն։ Չէ, մամ, տատիկը դրա համար չի բարկացել։ Տատիկի բարկությունը կապված է օձերի հետ։ Օձերի։ Հա, մամ, ամեն ինչ շատ լավ է մինչև այն պահը, երբ մենք մոտեցանք օձերի վանդակին։ Հա, պապատ փաստորեն անտակտ կատակ է, հա, արել տատիկի վերաբերյալ, համեմատել է օձերի հետ։ Չէ, մամ, պապան տատիկին ուղղակի բրդեց ու գցեց օձերի վանդակը։ Վահան, դու մեռար, այստեղ հլար հիմա։ Դու մենակ դնել տատի մոծի օձերին ֆշշում։ Emoji, emoji.